Ռուսաստանի և Վրաստանի վերին Լարսի սահմանային անցակետում ներդրվել է նոր ամրագրման էլեկտրոնային համակարգ, այդ մասին հայաստանյան բեռնափոխադրողներին նախապես տեղեկացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ նոր համակարգի մասին է, ինչ խնդիրներ այն կլուծի։ Ժամանակակից նորամուծություն է, խոսքը թվային նոր հարթակի մասին է, որի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և ամրագրել այն օրը և ժամը, երբ բեռնատարը հասնելու է անցակետ։ Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել public.epd գծիկ portal.ru այդ կայքում, պետք է ուրեմն էլեկտրոնային հասցեն գրանցել, անձնական տվյալները, ստեղծել անձնական կաբինետ, և դա հնարավորություն կտա անել այնպես, որ տեղում արդեն առանց որևէ խցանումների ավելի արագ այդ անցնել այդ պրոցեդուրան։ Նույն համակարգը գործելու է նաև այլ անցակետերում, մասնավորապես Չինաստանի, Ղազախստանի, Լիտվայի և Ադրբեջանի սահմաններին։ Այնտեղ արդեն տեղադրվել են համապատասխան տեխնիկական սարքավորումները, ինքնասպասարկման տերմինալները, այն համակարգերը, որոնք ավտոմատ կերպով ընթերցում են բեռնատարների համարները, տեղեկացման մասին տաբլոները և այլն։ Երեկվանից այդ համակարգը, չէ, կարծեմ այսօրվանից այդ համակարգը արդեն գործում է, և առաջին ժամերի ընթացքում որևէ խոչընդոտ լուրջ չի ստեղծվել, ամսի 28-ից արդեն հնարավոր էր գրանցվել, և այդ թվում նաև հայ բեռնափոխադրողներ հասցրել են գրանցվել այդ համակարգի միջոցով, և հուսով եմ, որ արդեն այսօր նրանցից մի քանիսը Հայաստան են հասել օգտվելով այս նոր ժամանակակից համակարգից։ Այդ համակարգը, ինչպես ասացի, թույլ է տալիս արագացնել որոշ պրոցեդուրաներից, ձեռնպահ մնալ այն խառնաշփոթից ավելնորդ, ուրեմն, որը հաճախ տեղի է ունենում, և նշեմ, որ այդ ամենը իհարկե անվճար է, և այս ժամանակից տեխնոլոգիան կարծում եմ նաև կարևոր կլինի մեզ համար, հաշվի առնելով այն, որ հավանաբար այն կիրառվի նաև այդպես կոչված այդ Թրամփի ուղու գործարկման դեպքում։ Ընդգծեմ, որ այս համակարգը գործում է միայն Ռուսաստանից Վրաստան գալու ճանապարհին, Վրաստանից Ռուսաստան դեռևս ոչ մի այդպիսի նոր բան չկա։ Արտյոմ, հիմա ինչ իրավիճակ է վերին Լարսում։ Բավական շատ են, ոնց հասկանում եմ, հայկական բեռնատար ավտոմեքենաներն, որոնք կուտակված են Լարսում ռուսական կողմից, սողանք էր տեղի ունեցել սեպտեմբերի սկզբին, այդ դրանից հետո բազմաթիվ մեքենաներ էին կուտակվել, անգամ Հյուսիսային Օսիայի կառավարությունը քննարկում էր հատուկ իրավիճակի ռեժիմ մտցնելու հարցը, բայց կարծեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Խնդիրը լուծված է կարծես, սեպտեմբերի 10-ից ճանապարհը բաց է, բայց կուտակումը այնուամենայնիվ բավական մեծ է, 3-4 օրվա դրությամբ ավելի քան 2600 մեծ բեռնատար մեքենա էր կուտակված, և դրանց շոշափելի մասը հայկական են, մեքենաներ կան, որոնք այնտեղ արդեն ավելի քան 3 շաբաթ է ինչ կանգնած են։ Հուսով եմ, որ այս նոր համակարգը, որը այսօրվանից գործում է, կօգնի ավելի հեշտ բեռնաթափել և այդ հայկական բեռնափոխադրողները նույնպես դրանից կօգտվեն։ Հիշեցնեմ, որ ամենաշատը իհարկե տուժում են հենց հայ բեռնափոխադրողները, քանի որ Վրաստանը ունի իր խնդիրները լուծելու հնարավորություն ծովով, Թուրքիան ևս, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը իհարկե վերին Լարսն է։ Վերջին տարիների ընթացքում այնտեղ լուրջ բարեփոխումներ իրականացվել են, այդ ռեկոնստրուկցիայից հետո արդեն 39 գիծ է գործում, մինչ այդ 15 գիծ կար, բայց այնուամենայնիվ դա չի լուծում խնդիրը և կուտակումները շարունակվում են, ինչպես ասացի, արդեն ավելի քան 2600 մեքենա այնտեղ դեռևս կուտակված են։ Շնորհակալություն, Արտյոմ։